Ալբերտ Սարգսյան, Աշոտի, Ղարաբաղից։ Ոչ թե ինքնակամ, այլ զորափախած Ղարաբաղից։ Ես ամբողջ իմ կյանքի պատմությունը ուսումնառումից հետո աշխատել եմ դպրոցներում, Հադրութից սկսած մինչև Ստեփանակերտ ուսուցիչ, հետո սպորտի ասպարեզում կոմիտետում ֆիզկուլտուրայի, մարզային, շտաբնի տրեներ, ամբողջովին սովետա ֆիզկուլտուրայի, եղել եմ 82 թվականին, բայց հիմնականում 54 թվականից տեխնիկոլից հետո աշխատել եմ Խծապերտի 7-ամյա դպրոցում, մինչև բանակը, այդտեղից տարել բանակ, 55 թվականի երևի նոյեմբերից։ Մի գիրք ունեմ գրած, անցյալի և ներկայի խաչմերուկներում, գիրքը օրինակ ինձ մոտ կա այստեղ, մնացածը թողել եմ Ղարաբաղ փախել եմ։ Հետո երկրորդ գիրքս պատրաստ է, խմբագրությունից եկել են տվել եմ գրածներս ձեռագիր գրած տվել եմ, շարային գործը կատարել եմ, դուրս չի եկել, ինձ մոտ դել բանացելակես հատ, որոշացել եմ մայրամուտի բարդ եմ, ինչը վերջ երևի փոքրի գիրքել հրատարակ եմ։ Եկած ես ամնոր ողբում եմ, ես մի փոքրիկ բանաստեղծություն եմ գրած։ Կուզենամ ես մեր գյուղը թեկուզ մտքով քիչ բան կարամ։ Ոտաբի գյուղանիցով մի քիչ բան գամ։ Երգեմ, պարեմ, ուրախանամ։ Ջահել սիրուն աղջիկների երկու տարից ես կրթանամ։ Վաղուց մոռացված լացից ծիծաղից տեղերը շրջեմ և այդ տեղերը իմ ուրախությամբ արդյունքով թռչեմ։ Փարվեմ մորս, հանգստանամ։ Եվ վերջապես մորս գրկում անմահանամ։ Ես տակոզի, չլինում, պայման մեջ կա, հերոսություն անի, հինչանի որ գնամ, չի ստացվում, և չի ստացվում, ճիշտ։ Իմ կարելի է ես մի փոքրիկ, ես մի փոքրիկ բանաստեղծություն եմ, փոքրիկ չէ, մեծ բանաստեղծություն, ես լինեի։ Ես իհարկե լրիվ չեմ արտասանել երկու մեկը սկզբից մեկը վերջից։ Ղարաբաղում ես լինեի, Ղարաբաղցու պես լինեի, Ղարաբաղում ապրող հերոս ժողովրդի պես լինեի, ես լինեի, հարավ հյուսիս ողնաշարի, կառուցողը ես լինեի։ Ղարաբաղի մեծի փոքրի, խոնար ծառան ես լինեի, շատ հյուրասեր, ընկերական, աղոհացող, Ղարաբաղցու պես լինեի։ Ես լինեի, ավո, բեկոր ես լինեի, հայքի համար զոհված հերոս, տղաների պես լինեի։